Տեր Վրդանես եկեղեցու շուրջ եւ նաեւ վեհապարի շուրջ օղակը սեղմվում է, այնուամենայնիվ իշխանությունները կարողանում են իրենց դավադիր ծրագրերը այս պահին գոնե մասամբ կյանքի կոչել։ Ինչ կարող եք այս իրավիճակի վերաբերյալ ասել։ Մենք այսօր նախ ուրախ ենք, որ պատիվ ու հնարավորություն ունենք վեհապար Հայրապետին դիմավորելու, տեսնելու եւ որևէ ձևի ընկճվածություն չկա։ Նման խնդիրներ եկեղեցին դարեր շարունակ ունեցել է, հիմա էլ ունի եւ այս խնդիրները մենք պիտի հաղթահարենք քրիստոնեական քաջությամբ, առաքինությամբ, միաբանությամբ, սիրով եւ մենք կարծում ենք, որ որևէ խնդիր չկա այս իրավիճակը հաղթահարելու համար։ Վեհապար Հայրապետը ամուր է, իր տեղում է եւ բարեպաշտ ժողովուրդը եւ ուխտապահ հոգեվոր դասը իր շուրջն է եւ մենք համախմբված մեր վեհապար Հայրապետի շուրջ պիտի կարողանանք հաղթահարել նաեւ այս դժվարությունները։ Հնարավոր տրտմություն ունենք, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Արշակ arczepiskopos Խաչատրյանը, նաեւ մեր թեմից Տեր Գարեգին քահանան տնային կալանքի մեջ է, Տիկին Նայռան թեմի հաշապապա նույնպես տնային կալանքում է, բայց այս ամենը մեզ չի ընկճում եւ մենք պատրաստ ենք շարունակելու մեր ծառայությունը Աստծուն, մեր ժողովրդին եւ որևէ խնդիր մեզ չի ընկճում։ Այս պարագային կարծում ենք իշխանությունը իրավունք չունի ապօրենություններ այսպես շարունակել, պետությունը եւ եկեղեցին սահմանադրությամբ իրարից բաժանված են եւ պետական պաշտոնյան իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Հնարավոր համարում եք, որ այդպիսի մտահոգություններ հնչում են, որ վեհապարին կարող են նաեւ այսօր ձերբակալել հենց օդանավականից նման բան, հնարավոր համարում եք, թե պարզապես փորձում են այսպիսով նաեւ որոշակի տեղեկատվական ֆոն ապահովել։ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող ուժային կառույցները կարելի ասել մեկ մարդու հանձնարարություն են կատարում եւ իրենց համար ապօրենություն կատարելը որևէ խնդիր չի, ոչինչ չի բացառվում, տեսնում ենք ինչպես ապօրենություններով մարդկանց ձերբակալում են առանց որևէ հիմնավոր պատճառի, ձերբակալում են, հետո են որոշում ինչի համար են ձերբակալել, կամ ուղղակի ձերբակալում են, տաներից մարդկանց համակարգիչներ, հեռախոսներ, տարբեր իրեր առարկաներ արգրավում են, չեն վերադարձնում եւ տեսնում ենք, ասենք իրավապահ համակարգը ամեն ինչի ընդունակ է։ Օրինակի համար Մասիս Մերքոյան կա, դատավոր է, որը կարելի ասել ցանկացած մեկին կարող է կալանավորել, ասում է 3 հոգով գնում են, մեկը ընկնում է, մյուսը որպեսզի չընկնի այդ ընկնողը ձեռքը բռնում է, ասում է այդ ժամանակ Մասիս Մերքոյանը 2 ամսով իրեն կալանք է տալիս։ Չեք զարմանա, եթե հանկարծ ամեն ինչ հասնի նրան, որ Մասիս Մելքոնյանին հետագայում, եթե իրենց սցենարը կյանքի կոչեն, վեհապարի խափանման միջոց կալանք որոշի։ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի օրենքի նույնիսկ սահմանադրության գերակայությունը չկա եւ Նիկոլ Փաշինյանը կարելի ասել անում է այն ինչ կկամենա, ինքը մտածում է կառավարությունը ինքն է, օրենքը ինքն է, որևէ մեկը չկա, որ իր ասածով պիտի չանի եւ տեսնում ենք նաեւ այդ ապօրենությունները եկեղեցու նկատմամբ։ Հավանաբար նաեւ իրեն այդ իր գործունեությունը քաջալերվում է Էրդողանի, Ալիևի եւ Փաշազադեի կողմից, որովհետեւ տեսնում ենք նրանց դրսում արած հայտարարությունը եւ Նիկոլի ներսում կատարած գործերը։ Կարելի ասել ինքը Էրդողանի, Փաշազադեի, Ալիևի ձեռքի տակ սերժանտ է աշխատում եւ կրտսեր սերժանտ։ Կոջոյանի եւ մնացած այն սրբազանների վերաբերյալ, ովքեր հայտարարությանը գիտեք հայտնի միացել էին, արարքին ինչ բնորոշում կտակ։ Տիրադավությանը, ուխտադրուժությանը ես չէ որ պիտի բնորոշում տամ, արդեն բառերը ուխտադրուժ եւ տիրադավ բառերը խոսում են այդ մասին։ Ես իրանց չեմ ուզի։ Գևորգ Սրբազանը այդ բառերը օգտագործել է, մասնապես ուխտադրուժ բառը, ասում է այն ժամանակ։ Իրեն շատ բնորոշ է, իրենց արարքին ցավոք շլրտի բնորոշ է, բայց ես կուզեմ իմ քաջալերանքը եւ գնահատականը ուխտապահ հոգեվոր դասի հանդեպ արտահայտել, նաեւ վերջի շրջանում տեսանք Շիրակի թեմում ազգային անվտանգությունից սկսած բոլոր ուժային կառույցներով լծվել էին քահանայի գտնելու, որ պատարագից զեղչի
վեհապար Հայրապետի հատվածը Մայրաթորի եւ վեհապար Հայրապետի նաեւ թեմակալ առաջնորդի հատվածը, բայց իրենք չգտան։ Եվ տեսնում ենք այս գործում ակտիվ կերպով ընդգրկված ազգային անվտանգությանը եւ ուժային կառույցներին, որը խոսում է այն մասին, որ իրենք դարձել են Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք ընդդիմադիրներին, հոգևորականներին, մտավորականներին, քաղաքական իրենց հակառակորդներին բռնաճնշումների ենթարկելու։ Նաև կարծում եմ դրանից անմասն չեն մնում լրատվամիջոցները։ Շնորհակալ։ Աստված օրհնի ձեզ։